Բավականին ցուրտ է այս սենյակը։ Այս խալիները ես չգիտեմ ինչ պետք է անեմ։ Այս վենտիլատորը ուրիշ տեղ չկա բավականելու։ Պարաշոկները կդնեմ այստեղ բաներ, ռեզերվը, քանի որ ես դեզ ասել եմ, իմ տունը բավականին մեծ է և ամեն ինչը իր տեղը պիտի գնասը, գնաց մեքենայի մեջ, առազուն կա բաներ, որոնք այդ համանի մեջ էին, սա կգնամ այստեղ, մեքենայի ապրանքները ստեղագնում։ Գնել էի ակսյոնից ժանտերի համար, այդ մեքենայի այդ անիվների շատ լավն է, շատ, և որը գորեն, մեր հարևաններից մեկն ասեց, պիտի փորձեմ էլի։ Ու երեխեքը միշտ ցուրտ է, որ հայտարակ ցուրտ։ Որոշել, կարող եք ասել ինչ ենք որոշել, Անահիտը ձեր ինչ, Սերժի դրել է, ես անգամ մի բան եմ մտածում, բայց արդյոք ձեղ կանի այստեղ, ինչ եք կարծում երեխեք, ջրերը, վիշիները դնեմ ստեղ տակը, սա գանեմ այստեղ, կուպկաների, սա սիրում ծարեմ, аккуратно. Սիրելիներս, կախարդական փայտիկի օգնությամբ Անահիտը որոշեց եւ արեց։ Ջրերը դրեցի այս պոլկաների վրա, սա թողեցի այստեղ, որը որ այդ ավտոտնակում էր բերեցի, կարտոֆիլ Սերժը գնել մեր համար, մի շոկ դրել եմ սրա մեջ եւ այս կողմը հիմա պետք է դասավորենք, գնացինք։ Մի բան ասեմ, լավ կծիծաղակ, եկա իմ ննջասենյակ, որ վերնաշապիկները կախեմ եւ զգացի, որ մի բան դուրս չի գալիս։ Եվ ինչ արեց ձեր Անահիտը մնաց կես ժամ ննջասենյակում, մայրիկը վրեջ ջղայնացավ, ասեց ես ինչ վիճակա, փայտը չես դնում, որպեսի վառվի, ամուսինը տանջվում, վառում է։ Ոյ մայրիկ, այսքան վիշուկա է ավելացել, ահագին բաներ, ձևափոխություններ արեցի պահարանի մեջ, ալարեցի գամ ես փայտիկը վերցնեմ, որ նկարեմ, բայց ոչինչ, մի վարկյան, սիրելիներս, ձեր Անահիտը չկան վերադարձավ։ Հիմա ինչը անում ձեր Անահիտը չկան, պետք է անի հարթու, քանի է վերնաշապիկը, 1, 2, 3, 4, 4-ը վերնաշապիկ, ուրեմն մենք կպահենք 4-ը վիշուկա։ 5 նավսյակի 5 հատ կախենք այստեղից,
Մորտես կարող է մի բաներ էլի ավելանա հարթուկելու, տաքս, վալա, սա տեղ անոց, իմ հավաքածուիններին է, մի հատը հանենք, դելը թող մի հատ էլ լինի ավել, ուրեմն մաման եկա Անահիտ կանչում էր, տեսավ ասի ման սենյակում եմ ինչ ա եղել, բա մի վարկյան հալերևում ա, բա ինչ ես անում, ասի ման ջան, Անահիտը ինչ կարող է անել, դասավորում, այ բալա ջան, երիքի դասավորում, զգացի, որ իմ պահարանը, հեզա պահարաններից փոփոխությունն ա սկսելու, այսինքն լրիվ մեջը փոխում եմ, վերանորոգում եմ պահարանների դրեսինգ եմ անում իմ սենյակում, որովհետև ես զգացի, որ կախելունը շատ ավելի շատ է, քան սալվելունը, ես ամենը սիրում եմ կախել, չեմ սիրում, դաժե սվիտերները սիրում եմ կախել, երեխեք, դրա համար ինձ պետք է ամբողջ պահարանների փոփոխություն եւ ես այն կանեմ։ Հիմա, քանի որ ձեր Անահիտը հարթուկ չի սիրում անել, կարող եք ասել հնարը հարթուկի, վերցնում է այս հրաշալի զամբյուղիկը, որովհետեւ սա իմ համար զամբյուղիկ է, էլի։ Եվ հարթուկում եմ բյուրոյում, մի հատ ֆիլմ եմ դնում եւ այն անում ես հարթուկով։ Հարթուկներ տանենք, հարթուկի սեղաններ տանենք, սա թափվում է, սա իմ ակնոցնիկները, են որ մեկ ինձ գել է Անահիտ ջան, են առաջվա ակնոցները քեզ ավելի շատ էր սազում, են էլ է շատ լավ է, հա, Ջակի Քենեդին էր նա, շատ լավն է այն ակնոցներն է, բայց ես չեմ գտնում այդ տիպի, տեսնենք, այս տարվանը տեսնենք, հիմա բերեմ սա մաքրեմ, հավաքեմ և անցնենք հարթուկի, գնացինք, եկա հիմա մոռացա, որ այնտեղ գործ ունեմ, ուրեմն սա ես ցույց կտամ, բեժի շալվարից բացի, սա նաև շատ գեղեցիկ է սևի հետ և բեժի հետ է շատ գեղեցիկ, տեսնում եք, ինչքան լավն է, եկեք սենց կախենք ըստ թեմատիկայի, սա էլ է շատ դուրս, սա շատ դուրս եկավ, սա կարող եմ ես ցույց տալ այս կարճի հետ, և կարող եմ նաև ցույց տալ այս վերնաշապիկի հետ և ջինսի ստաբաթի հետ, այ ջինսի ստաբաթի հետ, տեսնում եք, այ յուբկան ասա, տեսնում եք վապչետը, շատերն ասում են Անահիտ հեռու է, ոնց կանգնեմ, որ ես ամբողջությամբ տեսնեք, դժվար է, երեխեք ջան, դժվար է, բայց վիշինկան ջարդվեց, вот это что такое, սա էլ գնաց, զիբիլ, ախ, լավ, մի ներվայնացեք, հիմա շատերը կասեն, տիկին Անահիտ, հեչ գրագիտ չեք խոսում հայերեն չեք խոսում գրագիտ, ավելի լավ է խոսենք, ինչպես խոսել ենք, և մեր արարքների մեջ լինենք գրագետ, սիրելիներս, մեր ասացների մեջ լինենք գրագետ, մեր խոսքի մեջ լինենք գրագետ, մեր պահվածքով լինենք գրագետ, իմ համար գրագետը մեր տատիկներն էին, մեր մամաներն էին, խելոք, գրագետ և շատ հավասարակշռված, նայեք տեսեք ժողովուրդ ջան, տեսեք ինչքան սիրուն սենց, այս սենց էլ երեխեք պրեզանտացիաների ժամանակ մեկ Անահիտի հետ լինում, բոլորը ծիծաղում են, Անահիտը նմանապես, նայեք տեսեք ինչ սիրուն է, սա կկախենք այստեղ, այսինքն այս թեմատիկան, հիմնական բեժի և կախենք այստեղ, սա նույնպես, ինձ թվում է մի հատ կլիենտ ունեմ շատ կհավան, այս կլասիկան իրանն է, երեխեք պատ ես շալվարը շատ մեծ վերցեցի, գիտեք, հələ գիտեք ինչ երեխեք, սպասեք, ես պիտի մի հատ սա փորձեմ կներեք, որ ջան, այս շալվարներ փորձեցի, ձերի հետ երեխեք տներն եմ մաքրում, մոռացա ինչ եմ գնացել այնտեղ, բայց այս շալվարը ինչի հետ կարելի է հագնել, բացի իր կոստյումի հետ, եթե ես հիմա այս սվիտերն էլ հագա, եթե մի քիչ հեռու է, ներող եղեք, եթե այս սվիտերը ես սվիտերի վրայից հագնեմ իր պիջակը, կլինի կլասիկայի ոչ, թե կարող եք հագնել, ինչու՞ չէ, ու գնանք բան այդ ջունգլիներ, որ բան է, որսորդության, հիմա նայեք, տեսեք երեխեք, ես սա հագա, չէ, հագա ձեր համար, որ դուք տեսնեք, դե հիմա ես դες հիմա մի հատ ուրիշ բանի հետ կհագնեմ, և դուք կզգաք, որ մարդը, որ ուզենա իրան կդնի, ինչ ասեմ, կչաղացնի, կնիհայացնի, կդարձնի ավելի մինատյուրնի, գնացինք, հիմա նայեք տեսեք, Անահիտը ինչ անում, ընթացքում նայեք մի քիչ զբաղվեք,
Մինչև ձեր Անահիտը չկա, վախ Անահիտի ուսերը։ Տեսնում եք ժողովուրդ ջան, եթե ցանկանաք ձեզ, մենք մեզ կդարձնենք խիղկատակ, կչաղացնենք, կուրացնենք, կփքվացնենք, կդարձնենք կլասիկ ոչ։ Սա ինձ թվում է միայն սևի հետ կսած, ուրիշ ոչ մի բանի հետ։ Քանի որ մեջը կա սև, ամենաբանը սիրունությունը չի, ամենակարևորը կաչստվան, կալիտե։ Սա որ ռազմերն է։ Սրա մեջ ստրեչ չկա, տեսնում եք, նույն տաբատնա, սրա մեջ կա ստրեչ, սրա մեջ չկա ստրեչ։ Դե լավ, գնացինք ժողովուրդ ջան, Անահիտը ժամանակ չունի, Անահիտը զբաղված կին շատ։ Գործեր, իրավատում, երբեք գործեր։ Այ թե պոետես եմ, ժողովուրդ ջան, պոետես Անահիտը ձեր։ Իսկ դուք վերցեք ձեր ավելուն սավոկը և անցեք գործի, գնացինք։ Ժողովուրդ ջան, մինչև Սերժի գալը, շարֆս չեմ հանում, որովհետև հենց մրսեցի, տեսակ փեջի մոտը կանգնել էի վառարանի, ուրեմն այն օրը մինչև գալը մի երկու բան, մի պատմություն պատմեմ, ուրեմն մեր երբ որ երկրաշարժ եղավ, Երևանում մենք միշտ չեմպիոնատները ամեն ասել եմ արդեն, այն ժամանակ սովետական միության ժամանակ չեմպիոնատները լինում էր այսպես, ուրեմն 3 տեղ էին խաղում, մեկը գնում էին, այդ ոնց որ օլիմպիադայի նման, թուղթը քաշում էին, այդ բառաբանը պտտվում էր եւ վերցնում էին իրենք, որ ասենք խոսքի բանը, որ քաղաքում է լինելու, ինչպես միշտ պատահաբար թե ամեն ինչը միտովնի, Հայաստանում ամեն անգամ Երևանում պետք է մի խաղ լիներ։ Մենք շատ էինք իհարկե ուրախանում, որովհետև դե գիտեք, որ դու խաղում ես քո դաշտում, սա ուրիշ հաճույք է։ Ուրեմն ասեմ ձեզ, որ եւ մենք միշտ հաղթում էինք մեր դաշտում, մենակ մի անգամ Մոսկվային պարտվեցինք 2 միավոր, եթե չեմ սխալվում 2-3 միավոր դատավորների պատճառով, դատավորները դուրս գալու ժամանակ մի ահավոր երևույթ կատարվեց, քարերով այդ ամբողջ ավտոբուսի ապակիները ջարդել էին ժողովուրդը։ Դրա համար դրանից հետո էլ ռիսկանեին արբիտրները վատ դատեին, չնայած Մոսկվայր մնում, բայց կապ չուներ։ Ուրեմն ասեմ ձեզ ի շնորհիվ մեր հայ ժողովրդին, ուշեղ էինք, որ երեխեք չեք պատկերացնում այդ ժամանակ մանավանդ հայերի համար սպորտը, ինչ ասեմ, առաջնահերթ կարևորություն էր։ Այն օրը պատահաբար մի 2 շաբաթ առաջ էր, մի շատ ասուր առաջ, պատահաբար մեկ ինձ գրել էր բարևներ Թիֆլիս Վրաստանի հայերին, բարևներ, եթե դուք նայում եք ինձ, արձագանքեք տեսնեմ ինչքան ժողովուրդ է նայում Վրաստանից ինձ, ես Թիֆլիսը շատ եմ սիրել, Երևանից հետո Թիֆլիսն եմ շատ սիրել։ Ուրեմն գրել էի, որ Անահիտ ջան, դու 89 թվականին եղել եք դուք Վրաստանում։ Հանկարծակի երեխեք, sense ինչ ասեմ, այն որ նոստալգիա եւ այն որ շունչդ կտրվում է, հիշեցի, գրեցի իհարկե եղել եմ։ Հիմա ասեմ իմ սիրելի Տիկին ջան, մենք եղանք այո 89 թվականին, երբ որ երկրաշարժն եղավ եւ մեր մոտ արդեն սկսեց այդ մութ տարիների մոմենտը, այդ տարվա չեմպիոնատը, քանի որ Հայաստանը երկրաշարժ էր, ահավոր վիճակ էր, եղել մեր մարզիչները սպորտ կոմիտեն խնդրեցին Վրաստանին, որպեսզի մեզ ընդունեն իրենց մոտ խաղերին, այսինքն այդ չեմպիոնատը տեղափոխեն Վրաստան։ Ավելի մոտիկ եւ ավելի նեյտրալ, քանի որ Կովկասյան երկիր էր, Վրաստանը երբեք բարձրագույն խումբ չի ունեցել բասկետբոլի, ամբողջ Կովկասից միայն եղել է Հայաստան, ամբողջ անգամ ասիական այդ Պրիբալտի կներեք Միջին Ասիա, Ուզբեկիստան, Տաջիկստան, Կիրգիզստան եւ այլ Ղազախստան, եթե չեմ սխալվում, Ուզբեկստանն էլ երբեք չունեցավ, ինքը երկրորդ լիգա էր, Վիշի լիգան առաջին լիգա էր, Վիշի լիգան միայն Ալմատան էր Ղազախստանը, այն էլ ասում եմ, ու Հայաստանի թիմը երեխեք համարվում էր ամենակարճ, ամենապուճուր ռեսպուբլիկան բնականաբար, գիտեք հայերը Երևան, Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մալդավիան չունեցավ Վիշի լիգա, Բելարուսյան ուներ Մոսկվան 2 թիմ, Ցեսկան եւ Դինամոն, թե մենակ Ցեսկան էր, Սպարտակը, պարդոն, եթե չեմ սխալվում, միգուցե սխալվեմ եւ չեմ բանանում, Նովոսիբիրսկներ ուներ Սիբիրյան, Նովոսիբիրսկ ուներ, այո, իհարկե ուներ, մենք գնացել ենք Նովոսիբիրսկ։ Ինչ որ է, երեխեք ջան, կյանքս չպատմեմ, ուրեմն իմ սիրելի Տիկին, այո, մենք եկանք Վրաստան։ Ես այդ տարին
ոնց ստացվեց, որ չեմպիոնատ մնգավ այն ժամանակ, երբ որ իմ ծննդյան տարեդարձն էր։ Եվ իմ ծննդյան տարեդարձը մարտի 27-ին, արդեն բոլորդ լավ եք ճանաչում, գիտեք։ Ուրեմն մեր մարզիչը Չոլախյանը ինքը չէր սիրում առանձնացնել մեկին կամ ինչ-որ կոմպլիմենտներ անել, ինքը այնքան ժլատ էր իր խոսքերի մեջ, ինքը շատ պիտի մի քիչ քեֆը լավ լիներ, որ քեզ ասեր ինձ անունով դիմեր։ Ուրեմն ազգանունով էր դիմում հիմնական բոլորին, որ ասենք մի քիչ տրամադրությունը լիներ, այն ժամանակ արդեն ուրախանում էինք, էլի, կամ որ ասեր դու լավն ես։ Իմ ամբողջ կարիերայի մեջ մի անգամ այդ մարդը կոմպլիմենտ արել ինձ ու ինքս ինձ մի անգամից անմիջականորեն սպոնտանե ինձ որ ես տրակեց իր մեջից, ես դռների արանքս ես բերանսված իրան նայեցի։ Ուրեմն ասեմ ձեզ, գնացել ենք Վրաստան ու հետո իմ ծննդյան տարեդարձն է մարտի 27-ը։ Հա? Եղա մամ ջան, մերսի։ Ուրեմն Ինչ է ուզում ասել, խաղը սկսեց, երբ որ խաղը սկսում էր, չեմպիոնատը տենց էր, դահլիճի լույսերն անջատում էին, ոնց որ հիմա Ամերիկայում են գալի տենց վազելով մտնում, ու մենք տենց սպասում ենք այդ մուտքի մոտ, ժողովուրդը տենց մթության մեջ, ու լույսը տենց գցում էին հենց այն մասը, որտեղ որ մենք ենք մտնում, ու ասում էին համար 4, ես 4-րդն էի, Անահիտ, չեմ ուզում ազգանունս ասեմ, չեմ ուզում որ անդադ ասեմ եւ այլ, որտեղ դա չեմ սիրում, որոշ այսօրվա այդ ինչ ասեմ, այդ չեմ ուզում ասեմ, в общем, որ անուն ազգանուն, որ յանի ճանաչված է, դες բաներ չեմ սիրում, որ բլոգեր, այսինքն որն է բան էլի, բլոգեր էլի, հա, բլոգներ են բարում, դա չեմ կարող, բլոգեր դա մասնագիտություն չի, երեխեք ջան, դա ուղղակի այսօրվա շփման միջոցն է եւ շատերի համար էլ փող աշխատելու միջոց։ Իմ համար ես բլոգեր չեմ, ես ուղղակի Անահիտն եմ, ալիք եմ բացել, որպեսզի տեսնեք, սովորեք եւ ինչպես մեր այսօր մեր Ինան ինձ ասեց, եւ մոդա տեսնենք, եւ տեսնենք թե դուք ոնց ես դասավորում քո ամեն ինչը, համեմունքները, տանը, այդ մոտիվացիա եւ այլ, որ դες մոտիվացնում են։ Ուրեմն մեկ էլ այդ ժամանակ, որտեղ արդեն եկան ժողովուրդը կանգնեցին, իմացի թիմը խաղալ Մոսկվան, թե Լենինգրադ չեմ հիշում։ Մեկ էլ այս հաղորդավարը, որ անունները հաղորդում, ասեց «Սիվոդնյա այսօր մեր խաղացողների լավագույն թիմի խաղացողներից մեկի ծննդյան 25-ամյակն է եւ իր մարզիչը երեխեք, որ մարզիչ Չոլախյանն էր ասել, որ չտեսնեմ այդ չէ որ կար այդ բանը աֆիշը որտեղ որ գրվում էր խաղը որ սկսում ես գրվում ասենք Երևան, Հայաստան եւ այլն թիմերը Սպարտակը, Լենինգրադ այդտեղ բաներն ա գրվում այդ աչոկները, միավորները մեկ էլ sense վերևը գրեց Անահիտ ազգանունս նորից մոռանում եմ ասեմ с днём рождения 25-ամյակ երեխեք Ուրեմն մեր Դինամո դահլիճը շատերը կհիշեն Վրաստանի այդ դահլիճը Դինամոյի նման այդպես տրիբունաներով ավելի մեծ դուք չեք պատկերացնում վրացիներն էլ էին եկել Վրաստանի բասկետբոլիստները դա մեծ արարողություն է չեմպիոնատը սովետական միության չեմպիոնատը իրանք կյանքում չէին պատկերացնի իրանք երկու քաղաքում է լինում վրացիներ էին եկել աղջիկներ լիքը ժողովուրդ տղամարդիկ բան բայց ամբողջ դիմացի տրիբունան որը որ ինչքան ասեմ եթե չեմ սխալվում երևի այդ դահլիճում մենակ այդ տրիբունայում երևի հազարավոր մարդիկ էին նստած եւ գիտեք ովքեր էին Հավլաբարի հայերը ամբողջ Թիֆլիսի հայերը դուք տեսնեք երեխեք ես որ ասում եմ մաջանս փշակաղվում է մեր Երևանի ժողովուրդը բնականաբար անապեր դրան էին սպասում, տոմսերն արդեն լրիվ վաճառված, որ խաղերը նայեն, բայց իրանց համար դա մի հատ ինչ ասեմ, արարողություն էր, հպարտություն էր, քանի որ իրենք փոքր էին Վրաստանում, ու իրենք հպարտանում էին, որ Հայաստանն ունի մի հատ թիմ, որը ներկայացնում է ամբողջ սովետական միության ու լավագույն թիմերից է, էլի։ Մենք էլ պատկերացեք, ես համարվում էի այդ ժամանակ կարճահասակ ռուսների մոտ։ Կարճացակ, բայց խարակտերն էլի։ Ուրեմն ես հիմա sense ինչ ասեմ որ sense դողում եմ ցակ ոնց որ այդ ստրեսը ու sense նայում եմ Չոլախյանին ինքս այդ օղորմի իրան sense քթիտակ որ ինքը որ ծիծաղում էր sense բերան մի քիչ ծրված վիճակում sense էլ իրանից գո այդ ժողովուրդը ոտքի վրա այն ինչ են գոռում Անահիտ
Սենց ամոթից սենց ես չգիտեմ, ես չեմ սիրում ընդհանրապես այդպես մոմենտներ, որտեղ անկախ քեզանից ու ստրեսի ես ապրում, մեծ պատասխանատվություն ա քո վրա։ Վերջը խաղը սկսեց երեխեք ջան, այս ժողովուրդը մենք ոչ Չոլախյանի ձենն էինք լսում, ոչ երկրորդ մարզիչի ձենը, ոչ նրանց մարզիչի ձենը։ Այդ ինչ ասեմ, 20 րոպե իրանք գոռում էին։ Լավ իհարկե։ Ու մենք ինչ խաղալ խաղացինք այդ Վրաստանում, երեխեք, ես այսօրվա պես հիշում եմ։ Դե ես բնականաբար համարում եմ 3 միավորանոց նետող եւ 3 միավոր 10 մետրից էի գցում։ Իրանց համար դաժե վրացիների համար դա մի քիչ բան էր, տարօրինակ, բայց մենք խաղում էինք խմբով։ Մեր խաղը նման էր չինական դիսցիպլինային, որտեղ Չոլախյանը տենց էր մեզ, մենք տենց էինք պարապում, մեկ վարումից ավել իրավունք չունեինք։ Արագ, բայց հոպ կանգնում էինք, տեղկա պիտի կանգնենք, նենց պիտի անենք, որ մենք վարկյանը պիտի չկորցնենք, ոչ շուտ պիտի նետենք, ոչ ուշ պիտի նետենք, ինչ որ այլ։ Առաջին խաղակես ավարտվեց, եւ ես, որ դուրս եկամ Գրազդիվալկայից, ամեն խաղակեսից հետո մտնում էինք հանդերձարան, եւ Չոլախյանը մեզ խոսում էր, ջղայնանում էր, գոռում էր սխալների եւ այլ, դուրս էինք գալիս արդեն, մեկ էլ որ չտեսնեմ, երեխեք դիմացի տրիբունա, ես մարդկանց չէի տեսնում, ես միայն տեսնում էի վարդագույն, կարմիր, սպիտակ վարդեր, ծաղիկներ։ Ուրեմն այդ ընթացքում այս ժողովուրդը գնում են ու բոլորը գնում են ծաղիկ, որպեսզի ինձ նվեր տան։ Եվ գիտեք ամենակարևորը որն էր։ Ամենակարևորը, որ ես սենց նայում եմ, ասում եմ, ինչ է այսքան ծաղիկ բերել։ Ես հյուրանոցի սենյակը չկարողացա մտնել, որովհետև այդ մարդիկ ոչ թե ինձ տվեցին հետո, բայց կեսնել մեքենաներով եկան հյուրանոց ու բերել էին, տվել էին հյուրանոցի աշխատողները դրել էին սենյակում դուրսը։ Ես կյանքում չեմ մոռանա։ Եվ ինձ նվիրեցին մի հատ մեծ կապույտ գույնի խրուստալից սենց ռոկոկոյով վազ, որին գրած էր Հավլաբարի հայերի կողմից մեր սիրելի Անահիտին։ Գիտեք երեխեք, մեր թիմում կային հայ աղջիկներ մի քանիսը, շատ չէինք, հիմնական մեծ ազգի ներկայացներն են, կային մեր Ուկրաինայից շատ լավ աղջիկներ, ես իրեն շատ եմ սիրում, լավ խաղացողներ մեր թիմի ավակը, կային ռուս աղջիկներ, որ այդքան շատ չէի սիրում, բայց դաշտում մենք մոռանում էինք ով ումա սիրում, մենք պրոֆեսիոնալությունը հենց դա է նշանակում, երբ որ աշխատում ես պիտի մոռանաս քո անձնական խնդիրները, գիտեք ինչի չէի սիրում, որովհետև ուռած գլուխներին չեմ սիրել միշտ, որ իրանք երևակայել են, եւ ասեմ ձեզ միշտ պաշտպանել եմ թույլերին, միշտ պաշտպանել եմ նոր եկած երիտասարդներին, թույլ չեմ տվել, որ մեկը հանկարծակի ասեր աշկների դրա ունք կա, որովհետև ես էլ եմ համարվել հիմնական կորիզը։ Ինչ որ է, ու գիտեք դրանից նախանձություն, շատերը նախանձեցին, տեղ նախանձելու բան էլ չկար, դա ուղղակի, գիտեք, ոնց որ ծնունդից նվեր տվեցին, բայց այնքան հաճելի էր այդ մոմենտը։ Եվ գիտեք, բարևներ եմ ուղարկում մեր Վրաստանի հայերին։ Կյանքում բաներ կա, որ չես մոռանում։ Այս մի բանը կյանքում չեմ մոռանա։ Չեմ մոռանա, որովհետև դրա նման գեղեցիկ օր իմ 25-ամյակի ես երևի շատ քիչ եմ ունեցել, օր, որը եւ հաղթանակ էր, եւ ուրախություն պարգևեցինք մեր փոքրիկ հայ համայնքին Վրաստանի, սիրելի տիկին ջան, հուսով եմ, որ ձեզ դուր եկավ իմ պատմությունը, այո, ինչու՞ չէ, ես ոչ թե մոռացել եմ, այլ դա կմնա մինչև իմ կյանքի վերջ իմ հոգու մեջ եւ իմ, ինչ ասեմ, ականջներին եւ աչքերին, որ ես տեսա, լսեցի եւ ապրեցի այդ հրաշալի օրը։ Այսպես սիրելիներս, սա էլ ձեր Անահիտի մի փոքրիկ պատմություն, մի կին, մի կյանք, մի պատմություն։ Իսկ եթե կուզեք անեկդոտային պատմություններ, ես ձեզ կպատմեմ մի օր Կամպուչիայի պատմությունը, արկածները եւ Աֆրիկայի արկածները։ Բայց ես ամենակարևորը, որ այն օրը իմ լավ հետևորդու, իմ լավ ընկերուհին Անջան պրիվետ Գյումրիից, Լեննականից, զանգեր էր ինձ, սկսեցին խոսալ, ինչ որ մեկը մանա գալի մի կասետ, որը որ մենք Կամպուչիայում ֆուտբոլ ենք խաղում։ Դա երեխեք ջան, բերանով պատմելով բան չի, դա պիտի դուք ներկա լինեիք, եթե կցանկանաք, պատմեմ, եթե չեմ պատմել, չեմ հիշում պատմել եմ թե չէ, այ դա կլինի մի հատ, ինչ ասեմ, անեկդոտային պատմություն, անգամ ես որ հիշում եմ, ծիծաղս գալիս է, այդպիսի բան է, ձեր Անահիտի արկածները, Աֆրիկան էլ չեմ ասում,
Աֆրիկան վերջն էր։ Աֆրիկան դա ուղղակի ափսոս չեն նկարել, որ ձեզ ցույց տա, դա պիտի տեսնեիք։ Ունեցել եմ անցյալ եւ ունեմ ներկա։ Եվ անցյալս թողել եմ իմ հետևը, բայց իհարկե հիշում եմ միայն լավ բաները, վատ բաներ այնքան ա եղել, բոլորիս կյանքում էլ շատ վատ բաներ եղել են։ Բայց ամեն վատի վրա պիտի միշտ ասենք միգուցե Աստված թե ձեր կամեցե։ Եվ ամեն վատի ժամանակ ինչ որ մի վատ բան ալու մի քայլ բարձրացել եմ, ավելի եմ ուժեղացել, նախանձել չէ, ուժեղացել, նախանձը դրեք մի կողմ, չարությունը դրեք մի կողմ, մեկիդ կամեցեք, մեկ էլ մի բան էլ նորից ասեմ, հիմա կասեք անընդհատ ասում է, մեծամտությունը կործանում է մարդկանց, մեծամտությունը դրեք մի կողմ եւ մի անդադ շեշտեք ձեզ, ցույց տվեք, որ դուք գնացիք ստեղ, գնացիք ընդեղ, դուք թողեք մարդիկ ձեզ ծափահարեն, ժողովուրդը, քանի որ երբ որ դու դուրս ես գալի եթեր, արդեն մենք համարվում ենք ժողովրդի մարդ, այսպես պյուբլիկի մարդ էլի, դե լավ սիրելիներս գնամ արդեն Ատան կբաներմը, սիրելիներս, դե ինչ թողնեմ ձեզ, ձեր հետ լավ է, բայց ինձ սպասում է այն սենյակում գործ, աշխատանք, գնացինք։ Qu'est-ce que tu fais? Le numéro qui m'appelle, si c'est pas la femme, oui, le frère, le chanel, c'est pas grave. Ժողովուրդ Սերժը ուժեղ գիր ու գրականությամբ ասպող։ Quoi? Rien, je dis lis. Շատ լուրջ դեմքով ակնոցներով, մազերը պիս-պիս։ Սերժ, ոնց ես։ Ոնց ես։ Les gens t'appellent? Non, des coloris. Pourquoi? Des 04 ou des 0. Ah oui, mais ça c'est le pub Mais là. putain, mais jamais, j'en avais eu moi. Oui, mais ils attaquent. Là, Hein. le 07. Mais... 07, Serge, 07 c'est aussi le pub. Non, moi j'ai, comment il s'appelle, Christian Blanquet, il a le 07. Je regarde une super série espionnage. Ah, non, non. Tu aimes pas? Non, il faut que j'aille manger, allez. Կրանք Սերժինքի հաց տնեմ։ Գայնացած իրան անդադ զանգում են, այդ ռեկլամային զանգեր ա գալիս։ Հա? Точно провоскаташ. Нека што не слеш. Ошта направо се. Ներվայնացած է երեխեք։ Ներվայնացած է Սերժ։ Направо се каш. Շանտը կալինկա, մարին։ Bonsoir. Սյակի ջրի բոսակ։ Что играли мами? Ժողովուրդ տնենց վախացեց, Շուրայքի ասում բարի երեկոտ ես, ու սենց նայում է դե գետին ասում, ու ես բարեմ ասում ես թվաց այդ մամին ա եկել։ Էլ է վիզ։ Իրոք ճիշտ ասում ունես դանդաղ ա գալիս մամին։ До свидания. Бостания продолжение зенит это больше. Բարև ձեզ երեխեք ջան, այսօր վիդեո չէի հանել, այսօր ամսի 6-ն է։ Ուրեմն մի հատ տայք խնդրում եմ ձեր տատիկն ինչ արել, ուրեմն քայլում եմ, այ մարդ զգում եմ հոտ ա գալի, մի ցած կաուչուկի հոտ, այ մարդ ասում կարող է ին վառարանում ինչ որ մի բան ա եղել։ Սա էլ ձեր տատիկ հերոս։ Տեսնեմ բան ա վառում, ինչ ես վառում, սենց հոտն ընկե ամբողջ մինչև այն վերևը։ Կարտոններ ա վառում։ Կարտոնը շատ բան է, թափթփված էր։ Վայ ապրես դու թափթփված էր։ Ես փետրե դրեմ այնտեղ Քանի որ չես վառում արդեն, հա։ ես իմ ակուրատ դիքծածկի, այնտեղ բան կան, չասում եմ փետրեն ինչ են ասում, ամեն։ Բան է, պալետները։ Երեխեք մի հատ մեր եղանակը նայեք էլի, ես շոկեցի, գիտես մամ, գլխար կակա, այն ինչև գնալուց գլուխս ահա որ սառում ա, հանեցի մոմենտ, տեսա չէ, ականջներս ասի, բայց ինչի՞ց ա ստիպում, ականջներ, հետ գալուց մամա տակացավ։ Ինջանակ ամբերի տակ էր։ Երևի, գիտես։ Իմանես պրաշես դուսեկա, որ Ոտներս խաշվեց, այդան ասեց ես գլխարկես, դրա ասեցի հա, ասեցի բանը որ գլխարկ չեմ, դու ուժեղ միգրեն ա, ասեցի իսկ նասկի որ չես հագնում ոտներդ միգրեն չի, ասի հագել եմ հագել։ Այսօր նասկի եմ հագել։ Մամ ջան, այս արևը որ դուրս ա գալիս են որ կան են կենթանիները սենց է,
Երեխեք սա կյանք է, չէ մամ ջան, Հա։ սա կյանք է արևը։ Կյանք արևն ի՞նչ է, արև չլի Սիրուն մամա. Моя мамочка дорогая, такая вы красивая. У вас волосы такие красивые. О, ва Վարշավիրը տեսնես այ մալչիկի տենքի։ Անձնական Վարշավի Երեխեք ջան, ուրեմն անձնական Վարշավիր ունի, ասեց Անա հետ ասեց, ամրագրում եմ ժամը 11-ին, այրեք ասեց եղավ մամ ջան։ Մեկին եկավ, դերամ քստ կամած քայլելով եկավ։ Մեկ էլ շուր եկավ, Անայ ջան 10-ին կներկես, ասեցի ում է որտեղ ես տենց Վարշավիր գտել Սաթիկ ջան։ Այ օրինակ հիմա որ սուրճի իսկական ժամ չէր էլի 3-ը լիներ մի հատ սուրճ կխմենք հիմա արդեն ուշ է։ Անայդ, ես երկար տարիներ արդեն այդ դե մենք կոֆե մոլ չենք եղել, գիտես, իմ ընտանիքի երեխեքը չեն, ես դե ոչ եմ օգտագործել իմ ընտանիքի մեջ։ Ման ես կյանքում կոֆե չեմ խմել։ Այո, երեխեք, հա։ Ես դեռ որ բոլոր Խմում են։ կոֆե խմում, ես այդ բանը չեմ ընդունել։ Մի հատ կարաս ասես մեզ ինչ է իր խմացնում առավոտը։ Հիշի որ ստիպում էի դաշը ջղայնանում էր գալի տեսնում էր տեղնա։ Երեխեք մենք կամ պիտի թեյ խմենք կամ կակաո։ Առավոտը պարտադիր։ Իսկ ծեր Անահիտը մինչև 29 տարեկան մտել է Ֆրանսիա, մամ։ Մի գրամ սենց պուտուր սուրճ բերանը դրել է։ Հա, հետո դե որ դե իսկ ամուսին ստես չէ, որ երկու էին գալի հարևաններ էին գալիս բաներ ժամանակ, ագամայից խմում էր իրանց հետ ընկերակցելու համար։ Ամուսին սերը երբ տար չէր ասի կխմեր։ Հա, եթե չտար, այդ մատը չէր պահանջի, դե մի հատ սուրճ։ Ահա, հաներ չէր էլի կոֆեի, հա։ Հիմա եկալ ենք ստեղը սկսեցինք խմել, էլի առավոտյան խմում ենք, ցերեկը բան։ Հիմա դե առավոտյան մոտավորապես համարյա 200 գրամ բաժակով խմում Ահա, մեծ է, ամերիկանսկին է այդ երեխեք։ Այդ առավոտյան զավտրիկի ժամանակ խմում եմ ու երկարիկ պահանջ չունեմ։ Չունես։ Այդպես է մամ ջան, հա։ Դե լավ սիրելնես, մի քիչ մայրիկի հետ զրույց տամ։ Այդ մայրիկիս ծաղիկները, տեսնում եք ինչ գեղեցիկ են։ Անյուտայի աչիկներն են։ Անյուտայի աչիկներն են։ Այս ծաղիկները Սուսանն էր վերել, Սուսանն էլ է շատ սիրում Ինքը ծաղիկները։ գիտի որ ծաղիկ շատ եմ սիրում։ Այո, Ինչ կատարում։ շորի։ Մամ ջան, այս արևը գիտես ինչ է։ Խափուսիկ հիվանդանալու արև։ Ես լրիվ մայկով եմ, երեխեք տեսնում եք ձեր Անահիտ իչքային։ Կուկու։ Այսօր մայրիկին եմ նկարում։ Դերներս եկեք ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի, այ այսենց արևոտ եղանակ, տրամադրություն եւ ամենակարևորը առողջություն։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ եկեք ձեզ ասեմ պակա։ Պակա։